Եվս մեկ անգամ բարի առավոտ եմ մաղթում մեր բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր սկսել են առավոտը Լորի հեռուստաընկերության հետ համատեղ, սիրելի բարեկամներ, եւ դեռ նախորդ օրը արդեն տեղյակ էին, որ մեր այսօրվա հյուրն է լինելու Վանաձորի թիվ 24 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն, մեր շատ սիրելի համաքաղաքացի, մանկագիր, բանաստեղծուհի, երգահան Ռոզա Վարդանյանը։ Նա այսօր այստեղ է եւ իհարկե ճանաչված ու սիրված մի անձնավորություն, ում ձեռքի տակ աճում է մեր մատաղ սերունդը։ Տիկին Ռոզա, բարի լույս եւ շատ շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Եվ բարի լույս մեր համաքաղաքացիներին։ Անշուշտ, Տիկին Ռոզա, այսպիսի կարծիք կա, թե աշնանը կյանքը քուն է մտնում, աշնանը կյանքը մեռնում է, աշնանը կյանքը դադարում է։ Արդյոք դուք էլ այդ կարծիքին եք։ Դավիթ, ես այդ կարծիքին չեմ այնքան էլ, որովհետև կյանքը երբեք չի դադարում, քանի մարդ ապրում է, քանի մարդ արարում է, աշխատում է, շնչում է, այնպես որ կյանքը տարվա տարբեր եղանակներին էլ արթնանալու պահեր ունի, քնելու հանգստանալու պահեր ունի, այնպես որ աշնանը իր յուրահատուկ ու հետաքրքիր երանգներով ու գույներով, աշնանը իր հետաքրքիր եղանակային տարբեր դրսևորումներով, աշունն իր գեղեցկությունն ունի, այնպես որ ստեղծագործող մարդու համար աշունը ավելի նպաստարար է, քան ասենք տարվա մյուս եղանակները, որտեղ աշնանը ավելի ռոմանտիկ, ավելի հետաքրքիր աշխատանքներ են ստեղծվում։ Այսինքն ես համարձակորեն կարող եմ ասել, որ դուք աշունը սիրում եք։ Ես սիրում եմ նաև աշունը, տարվա բոլոր եղանակներն եմ սիրում։ Յուրաքանչյուր եղանակ ունի իր յուրահատուկ հետաքրքիր պահերը, որ ամեն օր տարվա բոլոր օրերը հետաքրքրություններով կարող են լինել անակնկալներով, հուզմունքներով պահեր անցնել, բայց բոլոր դեպքերում տարվա բոլոր եղանակներն էլ ինձ համար հաճելի են, քանի որ ամեն առավոտ երբ արթնանում եմ, եթե արթնացար, արևի լույսի երեսը տեսար, ուրեմն դա ամենամեծ պարգևն է Աստծո կողմից մարդուն, որ դա եղանակներով չի կարելի բնութագրել, այնպես որ յուրաքանչյուր եղանակ ունի հետաքրքիր դրսևորումները։ Իսկ մեր երեխաները սիրում են աշունը, ձեր կարծիքով։ Իհարկե սիրում են, աշունը շատ հետաքրքիր է, երբ որ երեխաները այգի են գնում կամ ասենք բնության դեպքում տերևներ են հավաքում, նախապատրաստվում, որ ծմռան այդ տերևները օգտագործեն իրենց ձեռքի աշխատանքների համար եւ բացի այդ աշնան եղանակին այդ մեղմ քամին տերևները եւ տեղաշարժում է խշշոցը հետաքրքիր է եւ երեխաների համար եւ մեծերի համար, ինչու՞ չէ, նաեւ նամանավանդ սիրահարների։ Այո։ Տիկին Ռոզա, այսօր ես անչափ ուրախ եմ, որ մեր յուրաքանչյուր հանդիպումը ինչ որ մի իմաստ ունի։ Յուրաքանչյուր անգամ գալով մեր տաղավար դուք ինչ որ նորությունով եք հանդես գալիս եւ մեր այսօրվա զրույցի թեման պետք է լինի ձեր նոր գիրքը։ Մինչ գիրքը ձեզ ներկայացնել է, ես ուզում եմ տեղեկացնել մեր հեռուստադիտողներին, որ օրեր առաջ Վանաձորի Էլկանի համալիրում տեղի ունեցավ Տիկին Ռոզայի գրքի շնորհանդեսը։ Բացման արարողությունից մի փոքրիկ հատված ես ուզում եմ ներկայացնել մեր հանդիսատեսին, մեր առավոտյան հեռուստադիտողին, այնուհետև մեր զրույցը կծավալենք հենց այս գրքի շուրջ։ Այնպես որ հետևեք մեր առավոտյան ընթացքին։
Մի փոքրիկ հատված դիտեցինք հարգելի բարեկամներ բացման արարողությունից եւ մեր հեռուստադիտողները նաեւ արդեն նկատեցին այն գիրքը, որը այս պահին նաեւ դրված է իմ սեղանին։ Դա Շղթայազերծ Խոհեր Ռոզա Վարդանյանի նոր գիրքն է, որը բոլորովին վերջերս է հրատարակվել եւ որի հեղինակը բնականաբար այսօր մեր հյուրն է։ Տիկին Ռոզա, այսպիսի կարծիք կա, որ յուրաքանչյուր նոր գրքի ծնունդ նման է նոր երեխայի ծնունդի։ Ինչպես ստեղծվեց միտքը ստեղծելու բանաստեղծությունների այս ժողովածուն եւ շատ խորհրդանշական անուն վերնագիր որոշեցիք այս գրքի համար՝ Շղթայազերծ Խոհեր։ Մի քիչ զրուցենք այս գրքի ստեղծման պատմության մասին։ Դավիթ, ուրեմն սրանց այս գրքի մեջ կան այնպիսի բանաստեղծություններ, որոնք ծնվել են դեռ տարիներ առաջ, ուղղակի երբ որ արդեն պահ առաջացավ, որ պիտի գիրքը տպագրվի, իմ գրչակից ընկերներից խորհուրդ տվեցին, որ առաջին հերթին սիրային բանաստեղծություններ գրվեն, քանի որ այդ ժամանակահատվածը շատ բուռն էր քաղաքական գործերով եւ այլ խառը իրավիճակ էր, դրա համար խորհուրդ տվեցին, որպեսզի երիտասարդները ունենան այդպիսի սիրային մի գիրք, որից օգտվեն երիտասարդները, որից հետո այս բոլոր բանաստեղծությունների մեծ մասը, որոնք նախկինից արդեն ունեի գրված ու պահված էին, այս վերջի շրջանում պահ առաջացավ, ինձ մեծ այդպիսի ցանկություն առաջացավ, անկախ իմ կամքից, ակամայից, որ ես այդ գիրքը տպագրեմ, քանի որ վեպը տպագրվել էր Կարոտի Ոստանը, որ դրանից հետո այս բանաստեղծությունները բավական ժամանակ դարակում դրված էին, ես նպատակահարմար գտա, որ այդ բանաստեղծությունները որտեղ էլի աշխատանքներ կան դեռ սպասում են, որ պիտի լույս ընծայվեն, ես մտածեցի այս գիրքը տպագրեմ, որից հետո նոր արդեն անցնեմ նոր աշխատանքներին։ Ու այդպես պահը թելադրեց, որ ես սկսեցի այս գրքի վրա աշխատել, հավաքեցի, մաքրագրեցի, սրբագրեցի եւ ուղարկեցի տպագրության։ Այնպես որ իսկ Շղթայազերծ Խոհեր վերնագիրը երկար ժամանակ տարբեր վերնագրեր էինք մտորում եւ մի քանի վերնագրեր կային իմ գրչակից ընկերները հրատարակության տնօրենը մի խոսքով հավանեցին առաջարկներ եղան, բայց նրանց բոլորիս ցանկությունը եղավ, որ Շղթայազերծ Խոհերը ավելի նպատակահարմար է, քանի որ այնտեղ կան այնպիսի աշխատանքներ, որ կարծես թե խոհերը շղթայված էին, ինչ որ պահ էր պետք, որ այդ շղթայված խոհերը բացահայտվեն, ազատվեն այդ շղթաներից, կապանքներից, ու այդպես էլ ստացվեց եւ բոլորի հավանությամբ Շղթայազերծ Խոհեր վերնագիրը ընտրվեց։ Ու այդ բանաստեղծության մեջ, քանի որ կան տարբեր բանաստեղծություններ, տարբեր ժանրի գործեր, այնտեղ կա եւ ընտանիքի մասին, եւ սիրո մասին, եւ հայրենասիրական բանաստեղծություններ, ինչու՞ չէ նաեւ կան այնպիսի մարդկանց, օրինակ Տիգրան Պետրոսյանի մասին, մեր շախմատիստի, կան նաեւ տարբեր մարդկանց մասին, այնպես ստացեց, որ մի տեսակ խառը բանաստեղծությունների ժողովածու եղավ, բայց շատ հետաքրքրեց բոլորին ու ինձ թվում է ես շնորհանդեսի օրը զգացի, թե ինչքան են մարդիկ այդ բանաստեղծությունները ընդունել, որ յուրաքանչյուրը իր հավանած մի քառատող էր ընթերցում կամ ինչ-որ մի կետի վրա էր անդրադառնում ու ես միշտ իմ գրքերի մեջ նշում եմ, որ եթե մի տող, մի բառ, մի տառ ինչ-որ մեկին դուր է գալիս, ուրեմն նշանակում է իզուր չի արված աշխատանքը, բայց այդ օրը ես այնքան հուզմունք էի ապրում, որ զգում էի, որ բոլորը մեր հանրաճանաչ մարդիկ Սուրեն Մուրադյանը, Լիպարիտ Սարգսյանը, Լյուդվիգ Կարապետյանը, բոլորիս հանրաճանաչ Տիգրան Նիկողոսյանը, Վահագն Սարգսյանը, Ֆրանսիայից մեզ հյուր եկած Պճակչյան, Մովսես Պճակչյանը, Գերմանիայից եկել էր մի 91-ամյա գրող Աղաբեկ Գևորգյանը, որը 18 տարեկանից Գերմանիայում ապրել էր, նա լոռեցի էր, բայց լոռին չէր տեսել ու շատ մեծ ցանկություն հայտնեց, երբ որ իմացավ պիտի գա Վանաձոր, շատ հուզմունքով եկավ ու շատ սիրով մասնակցեց մեր միջոցառմանը, այնպես որ հանրաճանաչ մարդիկ էին նստած եւ ես շատ մեծ հուզմունք ապրեցի, որ նրանցից յուրաքանչյուրի բերանից լսեցի դրվատանքի խոսքեր գրքի մասին։ Թե ինչ է մնում մարդուն, եթե սկսած սովորական հասարակ մարդուց մինչև գիտական աշխատանքի նվիրալները, մինչև հանրաճանաչ մարդիկ գնահատում են այդ գրքի մեջ եղած նյութերը, ուրեմն հաջողվելու չէ արված այս ամենը։ Տիկին Ռոզա, դուք այստեղ ընդգրկել եք սիրային բանաստեղծություններ, կյանքին առնչվող բանաստեղծություններ, բայց մեր հեռուստադիտողները, մեր մանուկները ձեզ գիտեն նաև որպես մանկագիր։ Կարելի է ձեզ ասել նաև բազմաժանր ոճի գրող, չէ՞։ Այսպիսի հարց է հետաքրքիր, հեշտ է գրել երեխաների համար, թե հեշտ է գրել մեծահասակների համար։
Գիտես Դավիթ, դա իր վերուս տրված շնորհ է, որ դա ինձնից կախված չէ, որ ես ինքս որոշեմ, թե ինչը պիտի ավելի լավը լինի, ինչը պիտի վատը լինի։ Ուղղակի մանկական ստեղծագործություններս իմ աշխատանքի հետ են կապված, քանի որ երբ որ պահ է առաջանում, իհարկե պահ է առաջանում ինչ-որ թեմայի շուրջ մի բանաստեղծական խոսք կամ մի սցենար, մի փոքրիկ հատված գրել, ինչ-որ երեխաների հանդեսին նվիրված, միջոցառման նվիրված, ակամայից ստացվում է այնպես, որ այդ մանկական գործերը գրվում են, հետո տեսնում են, որ երեխաների մոտ հավանության է արժանանում, աստիճանաբար նաև վերածվում են երգերի, այդպես ստացվում են մանկականները։ Ինձ Լյուդվիգ Կարապետյանն էլ հարցրեց, ասեց ինչի է այդքան տարբեր ժանրերի, տարբեր ոճերի մեջ բազմատեսակ բաների մեջ աշխատում։ Ես ասեցի մանկական աշխատանքները անկախ իմ կամքից են ստացվում, քանի որ ես ինքս երբ որ սցենարը գրում եմ, սցենարի մեջ մի ցիտատ, մի մեջ բերում, մի քառատող, մի բան եւ այդպես ստացվում են մանկական գործերը։ Իսկ մեծերի գործերը դա արդեն հոգու ճիճն է, հայրենասիրության կանչը, որ անկախ քեզնից յուրաքանչյուր հայ ապրելով այս իրավիճակում, այսքան ծանր տարիների շրջանում յուրաքանչյուրի մոտ մի ձևով է արտահայտվում։ Նկարիչը կարողանում է իր ներքին հոգու ճիճը արտահայտել նկարի միջոցով, գրողը գրիչի միջոցով, այդպես յուրաքանչյուր մարդ կարող է իր զգացմունքները արտահայտել։ Հիմա չգիտեմ, ես ինչ որտեղ ինչ ասեմ, գոհ եմ Աստծոց, որ այդպիսի շնորհներ է տվել եւ ես աշխատում եմ օգտագործել այն ին նպաստ ժողովրդի, ին նպաստ հայի։ Շատ լավ, քանի որ մեր ծրագիրը բարի լույս է կոչվում, հարգելի բարեկամներ, ես այս գրքի մեջ գտա Այգաբացը բանաստեղծությունը, որից մի հատված ուզում եմ ընթերցել, այնուհետև մենք ձեր ուշադրությանը կներկայացնենք Շղթայազերծ խոհեր գրքի շնորհանդեսից մի հատված եւս, որտեղ հայտնի գրողներ, բանաստեղծներ իրենց կարծիքներն են հայտնում այս գրքի մասին։ Եվ այսպես, այս այգաբացը ուրիշ է, ուրիշ, արևն ուրիշ է, լուսաբացն ուրիշ, այսօր արվակը այլ կերպ է հոսում, ճնճղուկներն ասես այլ երգ են երգում, լույսն այս առավոտ յուրովի ժպտաց, քաղցր երազից սիրտս թրթռաց, երեկվա հայացքն ինձ հունից հանեց, կարծես աչքերիս ակունք ներխուժեց։ Գուցե դա նրանից է, որ այսօր մեր տաղավարում Ռոզա Վարդանյանն է։ Այժմ ես առաջարկում եմ ձեզ դիտել կարծիքներ Շղթայազերծ խոհեր գրքի մասին։ Խնդրեմ։ Սրտանց ուրախալի է ողջունել, շնորհավորել ձեզ, Ռոզա, ասեք, որ դուք իսկապես բնության անավարտ ծոցում ծնված եւ բնության այդ շնորհներով ուժված անհատականություն է, որը իր հոգու կրակները, իր հոգու սերը ավարտում է իր սաներին եւ բանավորներով ամենով եւ ինչու՞ չէ նաեւ արդեն 5-6 հայոց չգիտեմ 7 գրքի այո ստերի վրա, էջերի վրա գալիս ենք Վանաձոր կամ Կիրովական ես մի քանի բանաստեղծություն առաջ էի նստած վարորդի կողքին այդպես մի քանի բանաստեղծություն հատկապես սիրային թեմայով կարդացես վարորդն ասեց պարոն Կարապետյան մի կարդացեք հանգարց բան ավարյանը չէ հանգարց վտարի կենթարկի շատ գրողը ինքնին ամենից առաջ իհարկե գրողը գրում է ընթերցողի հարգելի Ռոզա եւ ուրախ եմ որ դուք Վանաձորում արդեն որպես հայտնի գրող եք եւ դա աստված որ նաեւ ձեր գրքերը գուցե ինչ որ առումով նաեւ ուրիշ քաղաքներում ասենք Երևանում են տարածված իսկապես Ռոզա Վարդանյանն ասելիս մի ուրիշ աշխարհ է ուտեմ տեսնում որովհետեւ Ռոզա Վարդանյանի աշխարհը մանկական աշխարհ է եւ մանկական աշխարհի բոլոր գույները կան իր եւ ապրած կյանքում եւ ստեղծած գրականության մեջ շատ լավ եմ ես ինձ զգում որովհետեւ մենք մի քանի տարվա մեր համագործակցությունը Ռոզա Վարդանյանի հետ տվել է իր կրթողները նրանք մոտ 1-10-ի հասնող գրքերը այնքան մոտիկացանք, այնքան ծանոթացանք, որ առաջիկայում ընդամենը մի քանի օրից իր հարցազրույցը արդեն պիտի տպագրվի, այն տպագրվել է պիտի արդեն լինի ձեզ մոտ։ Պիտի ասեմ, որ շատ ուրախ եմ Տիկին Ռոզա ձեզ համար, ուրախ եմ նաև ես միջավայրի մտնոլորտի համար, ուրախ եմ, որ մեր մանկական գրականության հավաքագույն ներկայացուցիչներ այսօր այստեղ են եւ հնարավորություն ունեն իմ մոտով ծանոթանալու հրաշալի մի մարդու, ում ստեղծագործությունը գալիս է իրապես երեխաների աշխարհից, ոչ թե դա այդպես ինչ-որ ժամանակ կար, հավուր պատշաճի պիտի մի գիրքը տպվել էր, երկրորդ գիրքը պիտի լիներ անպայման երեխաների համար։
Հարգելի բարեկամներ, քիչ առաջ դուք դիտեցիք Հայաստան ամսագրի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանի հարցազրույցը, ոչ թե հարցազրույցը, այլ կարծիքը շղթայազերծ խոհեր գրքի մասին, որտեղ նա նշեց, որ Հայաստան ամսագրում լույս է տեսնելու Տիկին Ռոզայի հարցազրույցը, ահա Տիկին Ռոզան իր հետ բերել է Հայաստան ամսագիրը, որտեղ կա նաև հարցազրույցը հենց իր հետ, եւ իհարկե շատ հետաքրքիր ամսագիր, եւ ուզում եմ օգտվելով առիթից ես նաև ընթերցել հարցազրույցի վերջում գրված հետևյալ տողերը։ Նրա ստեղծագործության մասին ահա թե ինչ է ասել Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը մահից կարճ ժամանակ առաջ։ Ռոզա Վարդանյանի մանուկների համար գրված ստեղծագործություններից շատերը երգեր են դարձել եւ հավակնում են մտնել մանկական երգերի հայոց գանձարան։ Նա Թումանյանի, Ղազարոս Աղայանի, Սուրեն Մուրադյանի ավանդույթների շարունակողն է եւ նրա ապրած կյանքն էլ մի ինքնատիպ բանաստեղծություն է նվիրված երեխաներին, ինչ լավ է ասված։ Ռոզա Վարդանյանի մանուկ ընթերցողների մեջ բարություն, ազնվություն, մարդկային վեհ առաքինություններ սերմանող ստեղծագործությունները մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործին նրա անմնացորդ նվիրումն ու աշխատանքը աննկատ չեն մնացել։ Վաստակաշատ մանկավարժ մանկագիրը բազմիցս պարգևատրվել է պատվոգրերով եւ շնորհակալագրերով, իսկ գեղարվեստական կրթության բնագավառում ունեցած զգալի ներդրման եւ գերազանց աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալով։ Ահա ինչ հրաշալի գնահատական ունի մեր այսօրվա հյուրը Տիկին Ռոզան եւ իհարկե շատ ուրախ եմ, որ իմ կողքին այսպիսի տաղանդավոր եւ մեր շատ սիրելի համակարգացին է նստած։ Տիկին Ռոզա, զրուցենք էլի շղթայազերծ խոհերի մասին։ Այ գրված է կարծիքների մեջ կա, որ այս ժողովածույում ընդգրկված բանաստեղծությունները նաև երգեր են դարձել։ Այժմ զրուցենք երգերի մասին, ինչպես են ծնվում երգերը, ովքեր են ձեզ օգնում երգեր գրելու հարցում եւ ովքեր են կատարում ձեր երգերը, եթե դրանք իհարկե կատարվում են։ Առաջին հերթին նախ ասեմ, որ երգերը կատարվում են մանուկների կողմից։ Ինչպես գիտեք, ես նաև հիմնականում մանուկներն են երգում իմ աշխատանքները։ Առաջին հերթին մանուկների մոտ այդպիսի պահ առաջացավ, որ մանկական բանաստեղծությունները երգերի վերածվեցին, հենց աշխատակիցների կողմից երաժշտություններ ստեղծվեցին երաժշտություններ տարբեր, օրինակ Ստեփանավանի Սպիտակի նախակրթարանների, դաշնակահարների, դաստիարակների շնորհիվ, որովհետև տարիներ առաջ ինձ հրավիրեցին եւ Ստեփանավանի եւ Սպիտակի մանկապարտեզների տնօրենները, նախադպրոցական հաստատությունների տնօրենները հրավիրեցին մանկագրի հետ ծանոթանալու համար։ Ես երբ որ գնացի Ստեփանավան, նաեւ Սպիտակ, շատ զարմացա, երբ որ տեսա նկարների պաստառները մեծացրած, մեծ չափերով նկարած, ամբողջ պատերը պաստառապատված էին իմ գրքի նկարներով։ Շատ հետաքրքիր հուզիչ պահեր էին։ Ես հուզվեցի, ես շատ ապրեցի այդ պահերը մեծ հաճույքով եւ այնտեղ էլ ծնվեցին երգեր այդ բանաստեղծությունների հիման վրա, նույնիսկ երբ որ գնացի հանդիպման, այնտեղ իրանք սցենարի նման էին ներկայացրել, անգամ բանաստեղծությունները փոքրիկ ներկայացման ձևով էին ներկայացրել, այդտեղից սկսվեց մեր ու նրանց համագործակցությունը, հետո էլ մենք հրավիրեցինք այդ երկու նախակրթարանների սաներին աշխատակիցների միասին մեր նախակրթարան, դրանց մասին թերթերում կան տեսահոլովակներ այդ մասին եւ այդպես ծնվեցին երգերը մանկական եւ այժմ ես շատ ուրախ եմ, հպարտ եմ, որ այդ մանկական երգերը ոչ միայն Հայաստանում, ոչ միայն մոտակա երկրներում, այլ նաեւ հեռավոր երկրներում մանկական, որտեղ կան մանկական միջավայրեր, անպայման այդ երգերը երգվում են, հայկական համայնքների մանկական միջավայրերում անպայման կատարվում են։ Ես նույնիսկ երբ որ գրախանութից զանգում են եւ ասում, որ այդ գրքից էլի են ցանկությունն են արտասահմանից հյուրեր են եկել հայ մեր հայրենակիցներ մի քանի գիրք են վերցրել, էլի է պահանջազգացվում, նույնիսկ նվերի համար են տանում այդ գրքերը։ Պատկերացնում եք, այսօր շատ մեծ դժվարություն է, երբ մարդու գիրքը գրվում է ու չի վաճառվում։ Բայց ես մոտ 500 գիրք տպագրեցի այդ գրքից, երաժշտական գրքից, եւ այսօր չունեմ դրանից, համարյա մի հատ գիրք է մնացել որպես նմուշ եւ ցանկություն կա նորից վերատպելու, որովհետեւ էլի պահանջ կա։ Իսկ մեծերի երգերի մասին կարող եմ ասել, որ մեծերի երգերը մեր Արտուր Ղազարյանի, մեր համակարգացին, ով աշխատել է նաեւ Ռուսաստանում, հիմա
հիմա աշխատում է աստղերի հետ նույնիսկ ինքը շատ բանի պրոֆեսիոնալ տղա է եւ գործիքավորումը նրա հետ ենք կատարել, երաժշտությունը կատարվել է նրա հետ, իսկ մեծերի երգերը, երբ որ արդեն սևագիր, ինչպես ասում են, առաջին կատարումը, երբ որ պիտի մատուցես, ես շատ երգիչների փորձեցի, բայց ցանկացա, որ այդ մատուցվող երգերն անգամ լինեն բարձրորակ եւ ես վերջապես գտա այն մարդուն, ով կկարողանար իմ սրտի ցանկությամբ բարձրակարգ ձևով կատարել, դա Արփինե Մամյանն էր, սկզբում սովորում էր մանկավարժական ինստիտուտում, հիմա կամերային երգչախմբում մեներչուհի է, նա նույնիսկ արժանացել է Արամ Արնո Բաբաջանյանի երգերի միջոցառման ժամանակ ոսկե մեդալի է արժանացել եւ շատ գեղեցիկ կատարող է, շատ աստղեր հետաքրքրված են իմ գրած երգերով, Արման Հովհաննիսյանը մի երգ ունի, բառերի փոփոխությամբ երգել է հայրենիքին երգը, այնտեղ շատ սիրով ինքը կատարում է այդ երգը, ժողովուրդը հավանում են, բայց շատերը չգիտեն, որ այդ երգի համահեղինակը նաեւ ես եմ, այնտեղ կավ գրված անունազգանունը, մի խոսքով հետաքրքրված են իմ երգերով բավականին երգիչներ, օրինակ երգիչ Մեհերը Ռուսաստանից եկած Մեհեր Արմենիա երգը, որ շատ լավ կատարում է, մենք շատ լավ բարեկամներ ենք, մտերիմ ընկերներ ենք դարձել երգերի պահով, Քրիստինե Պեպելյանն է լսել, Անի Քրիստին է լսել, մի խոսքով համարյա աստղերի մեծամասնությունը լսել են, Արթուր Գրիգորյանը, երբ որ Վանաձոր էին եկել երգերի մրցույթի համար, մենք հանդիպեցինք, նա մի երգ լսեց ու շատ մինչև վերջ երգը լսեց ու վերջում ասեց, որ շատ գրագետ երգ է, այնպես որ երգեր կան պատրաստ արդեն, որ կարող են դառնալ կյանքի կոչվել երգիչների կողմից եւ Փառք Աստծո, որ հետաքրքրվում են Ես չեմ շտապում, որովհետև եթե ինչ-որ մեծ միջնորդությունների ձևով ինչ-որ հասցնես նրան, որ կարողանան կատարել, ես դա չեմ ձգտում, իմ աշխատանքները միշտ կատարվել են ինքնաբերաբար, միշտ կատարվել են իրենց ճանապարհը անցել են ինչքան որ պետք է ի վերուս տրված ժամանակահատված, այդ ձևով անցել են, այնպես որ ես չեմ շտապում, ես գիտեմ, որ այդ երգերը կդառնան ժողովրդի սիրելի երգեր, շատերն են լսել այդ երգերի մասին, միջոցառումներ են կարել, մենահամերգներ են տվել թատրոնի շենքում մշակույթի պալատում, այնպես որ այդ արձագանքներից երևում է, որ այդ երգերը նաև սիրված երգեր կդառնան։ Տիկին Ռոզա, գիրքը Շղթայազերծ խոհերը, ինչու՞ չէ նաև մյուս նախորդ գրքերը ունեն բավականին գեղեցիկ ձևավորումներ։ Ես կուզեի գրքի ձևավորման մասին զրուցեիք, գեղեցիկ գծանկարներ կան եւ բավականին իմաստալից գծանկարներ։ Առաջին անգամ երևի թե թերի կլիներ, եթե այս գծանկարները, այս գեղեցիկ Առաջին անգամ, երբ որ ուզում էի գրքի մեջ ինչ-որ նկարչական, ինչ-որ աշխատանքներ ներկայացնել, մենք Զենֆիրա Մոսինյանի հետ մեր նկարչական դպրոցի փոխտնօրենն է երկար տարիներ, նրա թորնիկը մեր նախակրթարանում էր այդ ժամանակ, այդ տարիներին, ես խնդրեցի իրեն, ասեցի գուցե կկարողանաք որոշ նկարներ հարմարեցնել իմ բանաստեղծություններին, ու դեռ չտպագրված օրինակը տվեցի վիճակում, ինքը գիրքը կարդաց ու եկավ ասեց Տիկին Ռոզա, չգիտեմ ինչի հենց կարդում եմ անմիջապես անկախ ինձնից նկարները կարծես թե հուշում են, գալիս են ու սկսեցինք առաջին գիրքը իր ձևավորմամբ արվեց հրաշամանուկ մանկական բանաստեղծությունների ժողովածուն, չնայած այնտեղ ներգրավված էին նաև գեղագիտական կենտրոնի երեխաների գրքի ամբողջ ներսի նկարները գեղագիտական կենտրոնի երեխաների ձեռքի աշխատանքներն են, որից բավականին շատ աշխատանքներից մենք ընտրեցինք այն նկարները, որոնք համապատասխան էին բանաստեղծություններին, բայց կազմի եւ Տիտղոսաթերթի նկարները Զենֆիրա Մոսինյանն արեց, ու այդտեղից զգացի, որ իր ձեռագիրը համընկնում է իմ աշխատանքների հետ, այնուհետև մենք սկսեցինք հարազատաբար, բարեկամաբար աշխատել, ինքը մեծ սիրով առանց տրտնջալու, երբ որ գիրքը տալիս եմ, ինքը շատ մեծ սիրով տանում է մի քանի օրից բերում մի քանի նկարներ, այ վերջի գրքի ժամանակ կային տեղեր, որ մի փոքր ազատ տեղեր կային գրքի էջի վրա, ես նորից բերեցի, ասեցի Տիկին Զենֆիրա, պետք է անպայման դրանց մեջ էր ինչ-որ բան, արագ մի 2-3 օրվա մեջ ինքը հասցնում է այդ նկարները կատարում, բերում ու մենք դարձել ենք բարեկամներ, ես մեծագույն սիրով իր նկարները գրկում եմ իմ գրքերի մեջ, վերջին գրքի ժամանակ ես
հրատարակիչի բանի Վահագն Սարգսյանի հետ Հայաստան հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանի, որը իդեպ մեր Մկրտիչ Սարգսյանի, մեր մեծանուն գրող Մկրտիչ Սարգսյանի որդին է, ազնվագույն մի մարդ, եւ նրա հետ խորհրդակցելու ժամանակ ասեցի, նկարների ոճը մի քիչ փոխել կարելի է, թե չէ, ինքը ասեց այնպես գեղեցիկ է ստացվում համահունչ ձեր երկուսի աշխատանքները, որ խորհուրդ կտայի, որ շարունակեիք։ Չնայած իմ մեջ էլ այդպիսի ցանկություն չկար, որ փոխելու, ուղղակի ուզում էի ինչ-որ բանով թարմություն մի գրքի մեջ, բայց չէ, զգացի, որ մեր համատեղ աշխատանքը, այո, Զենֆիր Ամոսինյանի հետ աշխատանքը շատ գերազանց է ստացվում ու համահունչ գիրք է դառնում։ Բարի, հարգելի բարեկամներ, մենք շարունակում ենք զրույցը Տիկին Ռոզայի հետ։ Մենք այսօր մեր ծրագրին աջակցել է մեր գործընկեր Արևիկ երկհարկանի սուպերմարկետը, նա կազմակերպել է մեր հյուրասիրությունը, որի համար խորին շնորհակալություն ենք հայտնում եւ մինչ այս բանաստեղծական դադարը ես առաջարկում եմ Տիկին Ռոզային նաեւ վայելել խմորեղենը, որը մեզ տրամադրել է Արևիկը, շնորհակալություն ենք հայտնում եւ իհարկե դիտում ենք Սարգիս Նաջարյանի կատարմամբ հրաշալի մի ստեղծագործություն վայելում ենք բոլորս միասին, այս ընթացքում ես եւ Տիկին Ռոզան նաեւ սուրճ ենք վայելում, չէ՞, թե եւ սուրճ խանութների մասնագիտացված ցանցին նույնպես շնորհակալություն մեզ սուրճով ապահովելու համար։ Մնացեք բարի լույսի հետ։ Միամիտ եկանք, անմիտ կգնանք։ Շղթայված է հոգիս պինդ կապանքներով, պաշարվել է սիրտս, պատվել ամպերով, ուզում եմ ազատվել ու չի հաջողվում, լալիս եմ թաքուն արտասվում, ամեն որ ասես իմ կողքին ես դեր, քո պատկերն իմ հոգում դաջված է աններ, գնացի հանդարց, ինձ անհույս թողած ու երազ դարձան օրերս անցած, անիմաստ է արդեն սպասումս լուր, իզուր են աչքիս արցունքներ, իզուր, մեր անցած սիրո կարոտն իմ սրտում, քո խորհուրդների կարիքն եմ զգում, իմ ապրումների հետքերը սանձել, միայն հույսով եմ ես փորձում ապրել, օգնիր ինձ Աստված, վշտից ազատվեմ, օգնիր, որ նորից սերս ետ բերեմ, մենակ ապրել ես սուտ է, չարկատակ, դատարկ է կյանքս, սին աննպատակ, սպասիր, մի օր ես քեզ մոտ կգամ, ողջ էությունս կրկին քեզ կտամ, այդ է օրենքը կյանքի չգրված, էլ ետ չեն գալու օրերը չապրած, սիրելով մնանք թե անսեր անկյանք, միամիտ եկանք, անմիտ կգնանք։ Հանրապետության ժողովրդական արտիստ Սարգիս Նաջարյանի հրաշալի ասմունքը վայելեցինք, նա կարդում էր Ռոզա Վարդանյանի բանաստեղծությունը եւ ես ասեմ, որ կա նաեւ ձայնասկավառակը այս բանաստեղծությունների, ես կուզեի մի փոքրիկ այսպես անդրադառնայինք այդ ձայնասկավառակի ստեղծմանը եւ ինչպես ստեղծվեց համագործակցությունը Սարգիս Նաջարյանի հետ, գեղեցիկ ազդեցիկ, ես կասեի եւ հրաշալի ստեղծագործությունների ժողովածու է ստեղծվել։ Ուրեմն Կարոտի Ոստան գրքի շնորհանդեսը, որ կատարվեց, այդ ժամանակ դրանից առաջ 2008 թվականին Աբելյանի թատրոնի շենքում էլի միջոցառում կազմակերպվեց ստեղծագործական միջոցառում, որտեղ հաղորդավարը հենց ինքը Սարգիս Նաջարյանն էր, երբ որ մենք ծանոթացել էինք մինչ այդ Երևանում, ես որ զանգեցի ու խնդրեցի, որ պիտի ինքը վարի, շատ մեծ սիրով համաձայնվեց, որովհետև արդեն նա որոշակի տեղեկություններ ուներ իմ աշխատանքների մասին, ինքը մեծ սիրով եկավ, ամբողջ միջոցառումը ինքը վարեց։ Միջոցառումը վարելուց հետո մենք նստեցինք սեղանի շուրջ, զրուցեցինք, ինքը շատ գեղեցիկ, դե գիտեք, որ նա կոմիտասագետ է, մեծ կոմիտասագետ է, կոմիտասարդ ինքը ասմունքեց ու շատ հուզիչ պահեր մեզ պարգևեց, գեղեցիկ պահեր, եւ երբ որ արդեն մենք հրաժեշտ տվեցինք, մի քանի օր անցավ զանգեց, թե ես այնքան հավանել եմ ձեր աշխատանքները, ինքը առաջարկեց, ցանկություն հայտնեց կարդալ իմ գործերից։
Ես ինչ էր մնում ինձ, եթե հանրապետության վաստակավոր արտիստը ինքը ցանկություն է հայտնում կարդալ գործերը, մեծ պատիվ է իհարկե։ Ես մեծ սիրով համաձայնվեցի, երկուսով ընտրեցինք այդ բանաստեղծությունները։ Ես խնդրեցի միայն, որ նա ճաշակով բարձրաճաշակ երաժշտության ներքո արտասանություններ, դե գիտեք նրա բարձրաճաշակ լինելու մասին, այնպես որ թողեցի իր հայեցողության ինտրությանը, երգերի երաժշտությունների ինտրությունը, նաև իր եւ գործիքավորողի այդ ձայնագրողի դրամատուրգիան տակ էր, իրենք ցանկությամբ կարդացին, դե ինչ խոսք, եթե մարդը արվեստագետ է թողնում ես իր ճաշակի վրա, գուցե ավելի լավ է ստացվում, քան ինքը միջամտես։ Ինձ մնում էր բանաստեղծությունները ընտրել իր հետ, տալ, ինքը կարճ ժամանակ չանցած զանգեց, որ Տիկին Ռոզա պատրաստ է, կարող եք գալ ու վերցնել։ Այդ ձայնասկավառակի մեջ ներգրաված են առանձին հատվածներով, սիրային բանաստեղծությունները առանձին են, հայրենասիրականները առանձին։ Ու շատ մեծ սիրով կարդում է ինքը, ես ամեն մի կարդալուց մի նոր բան եմ հայտնաբերում այդ գործերի մեջ, կարծես թե մի անգամ որ առաջի անգամ որ լսեցի, ինքս ի մեջ մտածեցի, միթե ես եմ այս բանաստեղծությունների հեղինակը, ոնց այսքան գեղեցիկ բաներ են ստացվել ու ես չեմ էլ զգացել, որ այդքան սիրուն են ստացվել։ Ու նույնիսկ երբ որ պահեր գալիս, ասում էի, ես ուղղակի հետաքրքիր է, ես չհասկացա էլ, թե ոնց այս տողերը, որ գրվել էին ու դարակում պահվել, ինչպես գիրք դարձան, այնուհետև դարձան արժեքավոր գործեր։ Ու ես դրա համար շատ մեծ գոհունակություն ու շնորհակալություն եմ հայտնում Էլի Վահագն Սարգսյանին, որովհետև նրա միջնորդությամբ մենք ծանոթացանք Սարգիս Նաջարյանի հետ ու ինքը շատ մեծ ներդրում ունեցավ եւ բավական է որ մի աշխատանք ես ներկայացնեմ ինքը մեծ սիրով ընդգրկում էի գործերի մեջ։ Շատ լավ։ Հարգելի բարեկամներ, մեր զրույցը Շեխթայազերծ խոհեր ժողովածուի շուրջ դեռ շարունակվում է եւ մենք շարունակում ենք նաեւ կարծիքներ դիտել մեր եթերի շրջանակներում, գնահատականներ Տիկին Ռոզայի այս աշխատանքին։ Խնդրեմ, դիտենք այն։ Ռոզայի պոեզիայի մասին մտածելիս ես զգացի, որ առաքինությունը ոչ թե մատն ունենում, այլ նաեւ պոեզիան է ունենում։ Ես զգացի, որ մեր յուրաքանչյուր տող առաքինության խորհրդանիշ է, առաքինություն է սփռում շուրջը, որ թեմային որ անդրադառնում է, ես զգացի, որ գոյություն ունի առաքին պոեզիան։ Ես չեմ ուզում հիշեցնել, որ արդեն սովետ տարիքում է, համարյա մենք հասարակակիցներ եք, թե մենք եմ վերուսանումներ եք, բայց ասեմ, որ արդեն հասուն տարիքում գրած ստեղծագործությունները ինձ հիշեցնում է Հրաչյա Հովհաննիսյանի մի շատ գեղեցիկ պատառի։ Սերգեյևի ծաղկի նման ուշ է բացվում վերջին սերը։ Այդ Սերգեյևի ծաղկի նման նրա պոեզիան այսօր է։ Ուշ բացված ծաղկի նման է որոնի նրա յուրաքանչյուր խոսքը։ Ու երբ կարդում եմ պոեզիան, մտածում հետևյալ մասին, այդ ինչպես է լինում, որ այն ապրումները, որ մենք կարդում ենք ցանկացած բանաստեղծի ստեղծագործության մեջ, թվում է թե մերն է։ Նոր կողքից նստած մեր Ժենան ասում է, երբ կարդացի նրա քրոջը նվիրված բանաստեղծությունը, անմիջապես զանգեցի քրոջս կարդացի նրա համար։ Այդ ինչպես է լինում, որ բանաստեղծի գովերգած մայրը թվում է քո մայրն է, որ քույրը քո քույրն է, որ սերը քո ապրած սերն է, եւ ես այդ բանը ասել, որ մեծ աշխատանք եք ապրել։ Այսօր իր գրչակից մեծագույն հեքիաթասացներն են այստեղ, մեծ մանկագիրներ, որոնք տարիներ շարունակ անցել են եւ լորվա աշխարհում ուղղակի մեր բախտը բերել է բոլորը լողեցիներ են, բոլոր կապի ստեղծագործողները լողեցիներ են, եւ ես երջանիկ եմ, որ դուք ասեք, իմ հին ու բարի օրենքներ, իմ նեղ օրենքներ։ Գիտեք ինչ, շատ բաներ կարող ասել, բայց 30 տարի մանուկներ եւ շփվելը, թաթիկից մտնել, բարձրացնել, բերել, դաստիարակել, օգնել, ամեն ծնողի հետ կարողանալ շփվել, իօգուտ երեխայի հետ դաստիարակել։ Ես ամենամեծ գնահատականը կարող եմ այդպես ասել, բայց քանի որ կապվածա գրքի շնորհանդեսի հետ, ես կարդացել եմ, երեկոյան ավելի ինչ ավելի շատ, բացառիկ շիպակություն կա, շատ ազնիվ ես գրել և գիրքը կամ բանաստեղծությունը կարդալուց հետո մարդը լավ ազնիվ է, շատ հագիստ ազնիվ է։ Ինչքան որ ես ծանոթացա այս գրքի հետ, Ռոզայի գրքի հետ,
շատ առաջին հերթին առաջին զգացումը ինչ է, որ նա բանաստեղծի է։ Իսկ մեր օրերում դա շատ քիչ է, որովհետև այնքան շատ խոտան գրքեր են տպում, ուղղակի խեղդում են իսկական բանաստեղծությունը, պոեզիան, բայց այս գիրքը հրաշալի այսպես տպավորություն թողեց եւ ես կարծում եմ, որ անպայման երկար ճանապարհ ունի անցնելու։ Շատ լավ է, որ այսքան լոռիում տաղանդավոր շատ մարդիկ կան։ Լոռին երբեք չի կարող վատ, այսպես ապաշնոր մարդ տալ։ Հենց մեր երկչույն էլ տեսակ ինչքան լավ է, ամեն ինչ լավ է, որ ելույթ ունեցավ, հրաշալի է։ Հիմա ես ուղղակի իմ 100-րդ գիրքը նվիրում եմ Ռոզային։ Տիկին Ռոզա դիտեցինք նաև կարծիքներ գրքի հետ կապված, հերթական կարծիքները, որոնք միայն ու միայն այսպես լավատեսությամբ էին լցված, որոնք իրենց բարձր գնահատականներին արժանացրեցին այս աշխատանքը, այս գիրքը, որը դեռ ճանապարհ ունի անցնելու, ինչպես նշեց Սուրեն Մուրադյանը, եւ իհարկե սա ձեր թվով 7-րդ գիրքն է, որքան որ ես գիտեմ, եկեք զրուցենք գալիք անելիքների մասին, հետագա ծրագրերի հետ կապված ինչ ունեք, ինչ է սպասվում գրական աշխարհում կամ երեխաների համար կամ առհասարակ ձեր հետագա անելիքների մասին մի փոքր պատմեք։ Եթե գաղտնիք չէ իհարկե։ Գաղտնիք չէ, որովհետև գիտես Դավիթ, այնքան շատ աշխատանքներ կան, անելիքներ կան, ես մտածում եմ, թե չեմ հասցնի իմ գալիքյանքում հասցնեմ լրիվ կյանքի կոչել, իրականություն դարձնել, չնայած ինչքան հնարավոր է, որքան կապրեմ, կաշխատեմ, կստեղծագործեմ, ինչքան հնարավոր է կաշխատեմ նոր գործեր ձեռնարկել, իմ ամենամեծ ցանկություններից մեկն այն է, որ ես աշխատում եմ մանկական քրիստոմատիայի վրա, երկար տարիներ արդեն հավաքում եմ, բայց կարծես թե չի ստացվում վերջնական տեսքի բերել, որովհետև անդադ նոր մտքեր են ծագում, անդադ նոր անելիքներ են առաջանում, փոփոխություններ, նորանոր գործեր, այնպես որ դեռ ընթացքի մեջ է, կան հավաքած բավականին աշխատանքներ, բայց դեռ պիտի դա ճանապարհ անցնի։ Մանկական ստեղծագործություններ շատ ունեմ, երևի 10 աշխատանքներ կան, որ աշխատում եմ այսրանից հետո աշխատելու եմ դրանց վրա, որ հավաքագրված են, ուղղակի մաքրագրելու աշխատանքների վրա պիտի աշխատեմ, որ կարողանամ տպագրության տալ, այնտեղ կար մի աղետիկ է նախակրթարանում ուղեցույցի նման մի փոքրիկ գրքույկ, որտեղ նա ուղեցույց է նախակրթարանների եւ տարրական դասարանների համար, որ մենք կատարեցինք աղետիկը նախակրթարանում մեծ միջոցառում, այնտեղ ներկա էին արտակարգ իրավիճակների ակադեմիայից ներկայացուցիչներ, տպագրվեց այդ մասին արտակարգ թերթում, Հայաստանի Հանրապետության արտակարգ թերթում։ Հետո խնդիր առաջացավ, որպեսզի մյուս մանկապարտեզները, տարրական դասարանները այդ գործի ավելի խորանան, ավելի հետաքրքրված լինեն, քանի որ մենք ապրում աղետի գոտում, երկրաշարժի գոտում, այնպես որ միշտ պետք է պատրաստ լինեն նաև մեր երեխաները ցանկացած աղետների դեպքում կարողանան որոշ չափով գիտելիքներ ունենալ։ Դրանից հետո այդ երեխայի իրավունքների մասին ունենք մենք միջոցառում անցկացրած, որը պիտի անպայման նորից գրքի վերածվի եւ այդպես բավականին շատ երթևեկության վերաբերյալ կան միջոցառումներ անցկացրած, մի խոսքով էկոլոգիայի տարբեր ուղղություններով կան պատրաստի արդեն գործեր, որոնք մնում են մաքրագրելու եւ տպագրելու։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր բան, որը ոչ միայն քո շրջապատի երեխաներին է օգտակար, այլ հանրության բոլոր երեխաներին է օգնելու ճիշտ ապրելու իմաստով, այսինքն երեխան, երբ որ մեր մանկապարտեզից դպրոց է գնում, երեխան գիտի եւ իր իրավունքը, եւ արտակարգ իրավիճակներում ինչպես դրսեւորի իրեն, եւ երթևեկության կանոնները, եւ Հայաստանի մասին բավականին մեծ ինֆորմացիա ունի, գիտելիքներ ունի, այնպես որ բազմակողմանի երեխաներին զարգացնում ենք, որպեսզի երեխան հիմքից ունենա որոշակի պաշար դպրոցում իրեն դրսևորելու։ Եթե երեխային բացատրում են ուսուցիչները ինչ որ բանի մասին, երբ որ երեխան որոշակի ինֆորմացիա ունի, արդեն հեշտ է նրա համար հետագա գալիք ճանապարհին նոր գիտելիքներ ավելացնելու։ Իսկ երբ որ անտեղյակ է, իդեպ ասեմ, որ բոլոր երեխաները, ովքեր նախակրթարաններում լինում են, նրանք
միշտ պատրաստ են լինում դպրոցի համար, հեշտ է անցնում։ Իհարկե։ Անգամ ծնողից գտրվելու այդ պահը շատ դժվար է, եթե նա մանկապարտեզ չի հաճախել, նախադպրոցական հաստատություն չի հաճախել, նա շատ դժվար է դպրոցին համակերպվում, որովհետև առանց ծնողի չի կարողանում։ Իսկ մեզ մոտ այդ անջատման ադապտացիան պատնեշն հաղթահարվում է, ադապտացիայի շրջանը անցնում է ու երեխան արդեն ինտեգրվում է հասարակությանը, հեշտ է կարողանում առանց մոր, առանց ծնողի մնալ ցանկացած հաստատությունում։ Ու դա արդեն պարզ է, որ երեխաները եթե գիտելիքներն էլ ունեն, ավելի հեշտ է լինում եւ հետագա ուսուցիչների համար, եւ երեխայի համար, եւ ինչու՞ չէ ծնողի համար։ Եթե ամբողջ օրը մանկապարտեզում է, երեխան այնտեղ սովորել է, գիտի հայրենիքի 10 մայրաքաղաքները գիտի, էլ ինչի մասին է խոսքը, նա կյանքում դա չի մոռանա։ Եթե հացի մասին մենք հանդես ենք տալիս, ինչպես է լավաշը հայտնաբերվել, հայը ինչպես է կարողացել ցորենի հատիկը գտնել, լավաշ հաց ստեղծել ու կարողանալ հասցնել այսօրվան, այդ լավաշ հացը դարերի պատմություն ունի։ Էլ չեմ կարծում, թե այդ երեխան իմանալով այդքան պատմությունը ինքը լինելով այդ իրավիճակի մեջ, թե ինչպես է ցորենը հնձում, հաց դառնում, երեխան երբեք հացի մասին հացի հետ ված չի վերաբերվի, հացի հետ ված չի վերաբերվի։ Եթե ընտանիքներով սպորտային միջոցառում են կազմակերպում, առողջ ապրելակերպի վերաբերյալ, ընտանիքներով հայրը, մայրը, երեխան մրցույթ են կազմակերպել, այդ դրանք կան ինտերնետում մեր մանկապարտեզի մասին հատվածում, կայքում, հա, ծնողների հետ մրցույթ, միայն պիտի տեսնեիք, թե ծնողներն ու երեխաները ինչ ոգևորությամբ էին պայքարի մեջ մտնում եւ ցանկացած ծնող ուզում էր, որ իր ընտանիքը առաջ Դուք պատկերացրեք, ծնողն էլ այդտեղ երեխայի նման ուրախանում էր, հավասարվում իր երեխային, մանկությունն է հիշում, իսկ երեխան արդեն իրեն զգում է հավասարազոր անդամ ընտանիքի եւ մարդկության հավասար անդամ է իրեն համարում, այնպես որ շատ բազմազան միջոցներ կան, որոնք կարող են երեխային զարգացնել ավելի արագ, քան ինքնահոսի թողնելով։ Դրա համար այդ միջոցառումները, որ երեխաների հետ կատարվում են, այդ անպայման ինքնանպատակ չէ, իսկ հետագա աշխատանքների համար առաջին հերթին հիմա մտածում եմ այդ մոտ 10-նակի չափ հասնող գրքերի վերածել այդ փոքրիկ միջոցառումները, որոնց մասին ես նշեցի, այնուհետև կան էլի գրքեր, կան էլի հետաքրքիր ծրագրեր, չմոռանամ ասել նաև, որ սցենարները մանկապարտեզի հանդեսների միշտ ես եմ ստեղծում, համարյա մեծամասամբ իմ ստեղծագործություններն է, դասիրակների հետ աշխատում ենք համատեղ, նրանց խորհրդին հաշվի նստելով խորհրդի հետ, նրանք էլ իմ խոսքը ընդունելով, այնպես որ նոր գործեր են ստացում, դրա համար այդքան հետաքրքրություն կա մեր նախակրթարանի հանդեպ։ Շատ լավ, շնորհակալություն Տիկին Ռոզա, կարծես թե այն ամենը, ինչի մասին մենք զրուցեցինք, հասավ իր տրամաբանական ավարտին։ Ես ունեմ մի փոքրիկ նվեր, դա մեր գործընկեր Nail Art Elegant մատնահարդարման ստուդիայի կողմից է ուղարկվել ձեզ, որպեսզի դուք այցելեք այստեղ, լինեք գեղեցիկ եւ իհարկե միշտ այնպիսին, ինչպիսին որ կաք։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ մեր այս գեղեցիկ հանդիպման համար, ցանկանում եմ ձեզ բեղմնավոր ստեղծագործական ապագա, ձեր մանկապարտեզին, ձեր երեխաներին, ձեր կոլեկտիվին հաջողություն, ձեր գլխավորությամբ բնականաբար եւ իհարկե նորանոր անակնկալներ, որոնցով մենք կուրախացնենք եւ հաճույք կպատճառենք մեր հեռուստադիտողներին։ Հարգելի բարեկամներ, ավարտին մոտեցավ մեր այսօրվա հանդիպումը, իսկ մեր այսօրվա հյուրն էր Վանաձորի թիվ 24 հրաշամանուկ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն, մանկագիր, բանաստեղծուհի Ռոզա Վարդանյանը։ Տիկին Ռոզա, ստեսություն, ամենայն բարիք ձեզ, շնորհակալություն հերթական անգամ մեզ մոտ հյուրընկալելու համար եւ իհարկե համեցեք, երբ որ ինչ որ հաճելի անակնկալ ունենաք մատուցելու մեր համակարգացիներին։ Ընդհանրապես ցանկացած հանդիպում ունի իր նպատակը, ցանկացած հանդիպում ինքնանպատակ չէ ու ես շնորհակալ եմ այս հանդիպումների համար, որովհետև դու միշտ անակնկալ ես մատուցում, միշտ հենց նոր լուր ես լսում, անմիջապես արձագանքում ես եւ հրավիրում ստուդիա, ես մեծ սիրով գալիս եմ, որովհետև պիտի մեկնաբանվի կատարված աշխատանքը, որ մարդիկ կարողանան իմանալ ինչի մասին է խոսքը, իրազեկված լինեն եւ շնորհակալ եմ ձեր ստուդիայից, որ հաճախակի միջոցառումներ եք կազմակերպում, այսպիսի հանդիպումներ եք կազմակերպում եւ իմ քաղաքացիներին, իմ հայրենակիցներին ցանկանում եմ հաջողություն, առողջություն, անամպ երկինք, ցանկանում եմ, որ երկիրը խաղաղ լինի, մեր մանուկներն էլ անհոգ ապրեն իրենց ծնողների հովանու ներքո։ Շնորհակալ եմ ձեզ հրավերի համար։
Եվ իհարկե հարգելի բարեկամներ մի հաճելի անակնկալ, որը այժմ կզարմացնի շատ շատերիդ, Տիկին Ռոզայի բանաստեղծության հիման վրա ստեղծվել է տեսահոլովակ, որը մենք ընդամենը մեկ անգամ ենք ցուցադրել մեր եթերում, այն կդառնա այժմ գեղեցիկ այսպես տեսանյութ, որը կներկայացնենք եւ հրաժեշտ կտանք մեր այս առավոտյան հանդիպմանը։ Մնացեք մեզ հետ, ստեսություն, շնորհակալություն Տիկին Ռոզա։ Ես եմ շնորհակալ։ Խենթացած հոգոս զարմանք է պատում, երբ մեր պատմության անցյալն եմ թերթում, թե ոնց մասնատվեց հողն այնքան հզոր ու ոնց փոքրացավ, ոնց դարձավ մի բուռ։ Երկիրն այրան փոքրացած այսքան, ողջ աշխարհով մեկ եղած ծիրուցան, ծովից ծով է իր դարձար մի պատառ, գայլերի համար, կերակուր համար։ Անուններ ունենք, գանձեր պատմական, մտքեր, հնարքներ անհավանական, հերոսներ ունենք մենք անմահացած, ողջ հողագնդում փառքով ճանաչված։ Կարող ենք շրջել մենք մոլորակներ, կարող ենք անշունչ քարից մարդ կերտել, ասեղի ծայրին քանդակներ գործել, ուժով ու խելքով միշտ գերազանցել։ Ազգի զավակներ, դուք տիտանական գործեր եք թողել թանկ նվիրական, աստղերի աստղ ես դու համբարձումյան, երկնքին հասար, գրավեցիր այն։ Երգի արարիչ, Արամ Խաչատրյան, վրձնի հրաշագործ Մարտիրոս Սարյան, հայոց բանաստեղծ անմահ Թումանյան, Կոմիտաս, Գարզու, Վիլյամ Սարոյան, շախմատի արքա Տիգրան Պետրոսյան, Ձյուցազուն ձանրորդ Յուրի Վարդանյան, Արթուր Աբրահամ ու Վիկ Դարչինյան, անուններ անթիվ, անգին, աննման, ձայնով դյութական Շարլ Ազնավուր, սրտեր է գերում, սրտեր բյուրավոր, կաթողիկոսը Վազգեն առաջին, բարերար էր մեծ սատար մեր ազգին, և սրտաճմլիկ մեղեդին հայոց գերում է նաև սրտերը այլոց, ծիրանափողն է ամենուր քեզ հետ, Ջիվան Գասպարյան, վարպետաց վարպետ, փառք ձեզ հայորդիկ, հազար փառք, սերնդե սերունդ անմեր կմնաք, դեռ շատ նորանոր դեմքեր կծնվեն, հայոց ոստանը անմար կպահեն։